ստացել է ազգային ուշով կարդացել է, ինչպես նաև մեր բոլոր գործընկերները ծանոթացել են խմբակցության կողմից, որի արդյունքում Հայաստան խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ։ Դրանից ավել այս հարցով ավելացնելու բան չունեմ եւ խնդրեմ բավարարում ենք մեր խմբակցության հայտարարությունը։ Պարոն Մարկյան, ես ծանոթ եմ խմբակցության հայտարարությանը, դրա հետ կապված անկեղծ ասած որոշակի իմ մոտ հարցեր էր առաջացել, ես գրավոր դիմել եմ, հարցում եմ ուղղակի խմբակցության ղեկավարին պարզաբանում ստանալու համար, այդ հարցման էլ պատասխան չի ստացվել, չնայած որ օրենքով սահմանված ժամկետը վաղուց լրացել է, ես կխնդրեմ, եթե հնարավորություն կա, խմբակցության ղեկավարին ասեք, որ նաև այդ հարցմանը պատասխանեն։ Դրա հետ կապված անկեղծ ասած մենք խմբակցությանը չենք դիմել, մենք պատգամավորներին ենք դիմել եւ ակնկալում ենք, որ յուրաքանչյուր պատգամավոր եւ ես դեռ ակնկալում եմ, որ այդ օրենքով սահմանված ժամկետը 1 ամիս է գերություններին պատասխանելու, չնայած մենք խնդրել ենք մինչև մայիսի 8-ը արձագանքել, բայց ես կխնդրեմ սահմանված ժամկետում ակնկալում ենք, որպեսզի գրավոր պատասխաններ յուրաքանչյուր պատգամավորից ստանանք, որ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը դա խմբակցությունների տիրույթում չի, այլ յուրաքանչյուր պատգամավորի սեփական քաղաքական պատասխանատվության տիրույթում։ Եվ քանի որ եւ շարունակելով այդ քանի որ հիմնական նպատակը դա է, ես այսօր ճիշտ ասած չգիտեի, որ դու ձեզ հետ ալինելու հանդիպումը, որովհետեւ ձեր դիրքորոշումը պայմանավորված խմբակցության քարտորթուն տեղ է։ Չէ, իրանք ասում են, որ հանձնաժողովի հետ է, թե հանձնաժողովի անդամներից ով է գալու, մենք դա նախապես չենք իմանում, եւ ես ակնկալում էի, որ պետք է լինի նաեւ հանձնաժողովի նախագահ, հանձնաժողովի մյուս անդամները, որովհետեւ քաղաքացիների ընդունելության կարգում նշված չի, որ պետք է մեկ պատգամավոր լինի, ենթադրում է, որ խմբակցության հանձնաժողովի մյուս անդամներն էլ, հատկապես նախագահը պետք է ներկա լինեն, եւ քանի որ ստերության դուք հիմա ներկայացնում եք հանձնաժողովը, Չէ, չեմ ներկայացնում հանձնաժողովը։ Չէ, ընդունելությունը հանձնաժողովի հետ է։ Բայց բարձրացան, եկի բարախավերերը չփարան։ Ազգային ժողովի հանձնաժողովների անդամները պարբերական դրությամբ քաղաքացիների ընդունելություն են կազմակերպում։ Շատ հաճախ, օրինակ, այստեղ քաղաքացի կա, Ակարյան Արման, որ մի անգամ Չէ, բան չի, անձնական տվյալ չի, մարդը քաղաքացի է եկել է։ Անցած անգամ իրան խորհուրդ եմ տվել, որ իր առաջարկը, քանի որ վերաբերում է ՔՊ-ի մեծամասնությանը եւ իրանք դեմ են քրակում, մյուս ընդունելությանը, երբ որ ՔՊ-ի հանձնաժողովի անդամ, որ դա հարցը բարձրացնել։ Պարոն Մանուկյան, կարգը հետևյալն է, ընդունելությունը հանձնաժողովի հետ է, թե հանձնաժողովի անդամներից ով է ներկայանում, դա ներքին պայմանավորվածության հարց է, բայց քանի Ինչպես։ Ոչ միշտ ենք իմանում։ Այսինքն ընդունելությունը հանձնաժողովի հետ է, դրա համար ես ձեզ խնդրում եմ։ Չէ, ես հանձնաժողովի չեմ ներկայացնում։ Ես ուրիշ բան եմ ասում։ Չէ, ես Որոդրանի քոչերը այդ հանձնաժողովի կապ ունեն քանով, որ ինքը հանձնաժողովի անդամ է, ոնց որ դուք եք հանձնաժողովի անդամ, բայց քանի որ դուք ստեղ հանձնաժողովի անունից եք հանդես գալի ընդունել, ինքն էլ կարար գար, այսինքն ինքը դրա ոչ միայն իրավունք ունի, այլև իմ պատկերացնելն է պարտավորություն է, բայց քանի որ ինքը չի ներկայացել, ես խնդրում եմ, որ առաջիկա հանձնաժողովի նիստը երբ որ կլինի, հանձնաժողովի նիստը հասնեք իմ խնդրանքը, իմ առաջարկը եւ մի քանի հարցադրումներ, որոնք դրա հետ ուղիղ կապված են, այդ թվում հանձնաժողովի նախագահի։ Հանձնաժողովի նախագահի մասով խնդրում եմ առանձնացնել հետեւյալ հարցերը։ Առաջին, ինքը ընդգրկված է Անդրանիկ Քոչարյանը, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ ստեղծված դեռևս 2021 թվականին Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի եւ Արցախի Հանրապետության ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի կազմում որպես հանձնաժողովի անդամ։ Եվ խնդրում եմ հաջորդ հանձնաժողովի նիստին ասեք, որ քաղաքացիները, մասնավորապես քաղաքացի Էդգար Ղազարյանը հարց է բարձրացնում, թե ինքը ինչ ընդգրկվածություն ունի այդ հանձնաժողովի կազմում, քանի նիստ է եղել այդ հանձնաժողովի, ինչ հարցեր են քննարկվել եւ առաջիկայում Ես ժամանակ չեմ կորցրի, պարզ ասեմ ինչ, որովհետեւ Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների միջխորհրդարանական համատեղ հանձնաժողովի հարցով Հայաստան խմբակցությունը բազմաթիվ պատգամավորներ Անցնող 4 տարիների 21 թվականից հետո բազմաթիվ անգամ հարցադրումներ են բարձրացրել, ինչու չի կարելի համատեղ նիստը, ավելին ստիպված
այդ խմբում ընդգրկված Հայաստան խմբակցության պատգամավորներ առանձնաբար մեկներ են Արցախի հանրապետություն, հանդիպել են Արցախի խորհրդարանի ղեկավարության հետ։ Այդ փաստը մշտապես բարձրացել են։ Հիմա կհարցնեմ Անդրեյ Ձեր խնդրեմ կհարցնեմ։ Այո, խնդրում եմ, թող ինքը հանձնաժողովի միջնորդ դա բարձրաբանի։ Երկրորդը ինքը գլխավորում է նաև որպես այս գլխադասային հանձնաժողովի նախագահ, դա հանձնաժողովի տիրույթում է նախորդ գումարման ազգային ժողովում ապրիլյան քարոզիա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության առանձին հանձնաժողովը խորհրդարանական եւ այս գումարման ազգային ժողովում 44 օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության հանձնաժողովը խախտվել են, վաղուց անցել են ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով սահմանված բոլոր ժամկետները եւ մինչ օրս հասանելի չի եւ հրապարակված չի ոչ քարոզիա ուրեմն պատերազմի հանգամանքների զեկույցը եւ ոչ էլ 44 օրյա պատերազմի, ասեք խնդրում եմ փոխանցեք իրան, որ քաղաքացիները մասնավորապես Էդգար Ղազարյանը անհանգստությունը ազգային ժողովի պատգամավորների անմիջապես հետո դիմել եմ ազգային ժողովի հատուկ խորհրդարանը 3 անգամ ծանոթացել եմ ապրիլյանի զեկույցին, որը գաղտնի է, որտեղ ռազմական եւ այլ կարող եմ դες վստահեցնել, որ ապրիլյանի զեկույցը այսօր որ հրապարակ է, որևէ էական բան չկա, որտեղ ապրիլյան հանձնաժողովը, ապրիլյան քարոզիայի հարցերով հանձնաժողովը ստեղծվել է քաղաքական պատճառով, այս իշխանությունների, այսպես քաղաքական քինախնդրության պատճառով եւ որևէ էական բան վստահեցնում այդ զեկույցում չկա։ Կարող են հրապարակել են, բան չի, իրենք ուղղակի խորհրդավորություն են հաղորդում, իբր թե այդտեղ աշխարհացում սպաներ կա, դրա համար են գաղտնի, որևէ բան չկա եւ լղոզատ արկածեցի, ինչ վերաբերում է 44 օրյայի, այդ հարցախնդումը նույնիսկ մեր գործիքել լրագրողները ստեղ ստացել, լրագրող Մարիամ Պետրոսյան 168-ի օրը 3 անգամ այդ հարցը բարձրացրել է, որ Անդրանիկ Քոչարյանի եւ 44-րդ հանձնաժողովը խախտում է օրենքը, ժամկետները, այդ մասին գրավոր հարցումներ են ուղարկել, մենք ենք դրա մասին պարբերաբար խոսում եւ ի սկզբանե մեր ելակետը եղել է, որ 44-րդ հանձնաժողովը չի կարող այս իշխանությունը ձևավորել, որովհետեւ այս իշխանությունը ուղղակի այդ օրերին եղել է երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը եւ դրա համար ոչ օբյեկտիվ եզրակացություն է։ Հիմա ոնց է հայտարարել, որ աշտանը հրապարակել է։ Բայց ամեն դեպքում խնդրում եմ փոխանցեք, ինչ վերաբերում է գաղտնին, այդ մասով խնդրում եմ նաև փոխանցեք պարոն Քոչարյանին, ես իր հրապարակային որոշ ելույթներ եմ ծանոթ, նաև 44 օրյա հետ կապված, որ ինքը պատշաճ տեղեկացված լինի, որ ազգային ժողովը քաղաքական մարմին է եւ իր բոլոր զեկույցները դրանք քաղաքական բնույթի զեկույցներ են, քաղաքական գնահատական տալու, հետեւաբար գաղտնի բաղադրիչ չեն կարող ունենալ։ Բոլոր այն գործընթացները, որոնք ունեն որոշակի գաղտնիություն, դրանք պետք է քննարկվեն այլ մարմիններում, այլ ոչ թե խորհրդարանում։ Ազգային ժողովում հանձնաժողովները ստեղծում են հանրությանը այս կամ այն երևույթի վերաբերյալ տեղեկություններ տալու համար։ Իսկ հանրությանը կարող են տրամադրել միայն մատչելի տեղեկություններ, գաղտնի գրիվով տեղեկություններ, որովհետեւ բաներ կան, որ իրականում հիմա ձեր այդ հանդիպումից հետո գնալու եմ ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողով ծանոթանալ բյուջեի կատարողականի գաղտնի մասին։ Ես դա շատ լավ հասկանում եմ, բայց ազգային ժողովը, երբ որ հանձնաժողով է ստեղծում, այս կամ այն երևույթի վերաբերյալ հանրային հետաքրքրություն ունեցող հարցերը քննարկելու համար հանրային հետաքրքրությունը չի կարող գաղտնի, այն ինչ որ պետք է գաղտնի լինի, դա պետք է հանձնաժողովը իր վարույթային գործողությունների արդյունքում ձեռբերված տեղեկությունները փոխանցի իրավապահ մարմիններին, նրանք առանձին իրենց նախաքննական գաղտնիքի, պետական ծառայական գաղտնիքի տրամաբանությամբ կանեն։ Այն ինչ որ մնում է հանձնաժողովի տիրույթին, դա կարող լինի բացառապես հրապարակային տեղեկությունը, հետեւաբար նաև այս հարցն է հետաքրքիր։ Եվ վերջինը, քանի որ մենք ժամանակի սահմանափակում ունենք 15 րոպեի, ես եւս մեկ անգամ պարոն ասեմ ձեզ, որ ինձ որպես քաղաքացու, որպես ձեզ ապրիլի 28-ին դիմում ներկայացրած քաղաքացու, բավարար չի այն հայտարարությունը, որը դուք ներկայացրեցիք խմբակցության անունից տեղ ունեցած հայտարարությունը, որովհետեւ այնտեղ հիմքերը կառավարության անվստահություն հայտնելու շատ էական է եւ խնդրում եմ հանձնաժողովի ներկա ձեր առաջիկա նիստում ասել, որ այդ հարցով քաղաքացիները դիմում են, խնդրում եմ, որ հանձնաժողովի բոլոր անդամները նախաձեռնեն վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց, անկախ նրանից, թե իրենք որ խմբակցության պատգամավորներ են հանդիսանում, հաշվի առնելով նաեւ որ կառավարության գործունեության ծրագրի 15-րդ էջից
82-րդ էջի սահմանված դրույթների գերակշռող մասը կառավարությունը պարզապես չի կատարել։ Իսկ եթե կառավարությունը իր գործունեության ծրագիրը չի կատարում, ապա մեր սահմանադրությունը նախատեսում է այդ կառավարության հետ վարվելու ընդամենը մեկ գործիքական, դա կառավարությանը անվստահություն հայտնելն է, եւ ես խնդրում եմ նաեւ ձեզ որպես պատգամավորի նախաձեռնել հնարավորինս սեմ ժամկետում վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց եւ խնդրում եմ իմ այս խնդրանքը փոխանցել առաջիկանիստում ձեր հանձնաժողովի մնացյալ բոլոր անդամներին անկախ իրենց կամբակցության ներգրավված։ Եթե մեր խմբական գործունեությանը նաեւ գործունեությանը կառավարության գործունեության պարտավորության բյուջեի կառավարության բյուջեի նախագծի հարցերի քննարկման ժամանակ այսպես իշխանական ծրագրի կես արկե պարբերաբար մեր բացատրել են Նիկոլ Փաշինյանի երեսին ասել են, որ ինքը այն ծրագրով 21 դիմությունների է մասնակցել, հարություն աշխարհ հակառակ գործունեությունը ծավալել, անվտանգությունից, տնտեսությունից, արտաքին քաղաքականությունից, արտաքնությունից բոլոր հարցերով եւ պարբերաբար մեծ պատգամավորները շատ մանրակրկիտ դիմական ձեռքեր են դա ներկայացրել են փաստերով եւ մեր գործընկեր լրագրողները պարբերաբար լուսաբանել դա ամեն դեպքում ես հանձնաժողովին կփոխանցեմ Դուք հիմա ճիշտ ասած մի շատ վատ բան ասեցիք, որովհետեւ սրանից առաջ ես մի հանդիպում ունեցել եմ պատգամավոր Գեգամ Նազարյանի հետ, որ ասաց, որ ինքը նույնիսկ չգիտի, որ կառավարությունը գործունեության ծրագիր ունի, ինքը ծանոթ չի այդ ծրագրին։ Գեգամ Մանուկյանը։ Գիտեմ, դրա համար եմ ասում։ Հիմա, բայց եթե դուք տեղյակ եք կառավարության ակնհայտորեն ես նաև ձեր գործունեությունը, որ ոչ միայն տեղյակ եք ծրագրի մասին, այլ նաև դրա դրույթների չկատարման մասին, ընդ որում կետ առ կետ արձանագրելով, այդ դեպքում հասարակությունում, այդ դեպքում դուք ինչի չեք նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը։ Առավել ևս, որ դուք տեղյակ եք, խնդրում եմ հնարավորինս գործունեության մասին ամեն դեպքում դեր բոլոր դիտարկումները առաջիկա հանձնաժողովին իսկ կփոխանցեն։ Ես շատ շնորհակալ եմ։